Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այդ է պատճառը, որ առաջին քաշում երաշխավորների ինստիտուտը, մասնավորապես Սամվել Կարապետյանի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել եւ մի տեսակ դժվար է պատկերացնել, եթե ես չեմ սխալվում, եվրոպական երկրներից մեկն էլ է իր նկատմամբ հետախուզում հայտարարել, ինչ վերաբերում է երաշխավորներին, եթե նկատել եք ոնց որ երաշխավորների վրա այս վերջերս դրոններ են ընկնում, բոլոր հնարավոր է Պարսկաստանին էին ասում, Պարսկաստանը պատերազմի մեջ հայտնվեց, Ռուսաստանին են ասում, այսօր 3 Մոսկվայի վրա մեծ քանակությամբ դրոններ են թափվել, ուզում հասկանամ այդ երաշխավորների մասին, որ խոսում են, հա, Պակիստանը մնաց, այ Պակիստանն է բաց թողել, երևի Պակիստանն է մեր երաշխավորը, մեր երաշխավորը ինձ քննադատեցին, փորձեցին դա շրջել իմ դեմ, երբ որ ես ասեցի, որ երկու երկիր ովքեր որ խնդիր ունեն, իրանք են իրար մեջ երաշխավոր, ես կրկնում եմ, եթե ես ձեր հետ խնդիր ունեմ, եւ դուք իմ հետ խնդիր ունենք, ամենամեծ երաշխավորությունը իմ ու ձեր միջի խնդրի լուծումն է, իմ ու ձեր համաձայնությունն է, ոչ թե երրորդ մեկինն է, որը գալու է իր շահերը սպասարկի։ Սա այնքան պրիմիտիվ է, որ ասենք չգիտեմ քանի անգամ սա կարելի է կրկնել։ Շնորհակալություն։ Եվ վերջում ինչպես եք դուք վերաբերում այդ խմած վարորդներին, չէ, մեր YouTube-ն եմ նայում ընդամենը։ Ինչպես եք դուք վերաբերում խմած վարորդներին համաներելու հետ կապված այդ հայտարարությունը։ Լսեք, ես կարծում եմ, որ կառավարությունը միջանկյալ լուծում է գտել եւ բազմաթիվ ինձ էլ են որպես падգամավոր բազմաթիվ դիմել, բազմաթիվ մարդիկ են դիմել եւ կարծում եմ միջանկյալ լուծում է, որը որ ճիշտ է։ Մեկնաբանվում է որպես նախընտրական կաշառք։ Լսեք, այս տարիների ընթացքում դպրոցներ կառուցեցինք, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, 5000 կիլոմետր ճանապարհ կառուցեցինք, ասենք չգիտեմ, մարդկանց թոշակները բարձրացրեցինք եւ այլ։ Այսինքն մենք որ իշխանությունը որ ընտրվում է, ինչ լավ բան արեց, հաշվի առնելով որ քարոզարշավը սկսում է ընտրությունների անմիջապես հաջորդ օրվանից, ինչ լավ բան արեց, կարելի է տենց բան ասել, ինչն է նախընտրական կաշառք։ Իսկ ով ասեց, որ այդ մարդիկ ընտրելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այդ ընտրամաբանության մեջ է, որ սրանք փորձում են ում փող բաժանեն, տենց վստահ են, որ իրանց ընտրելու է։ Ձեզ ասում եմ, ձեր բաժանած հնարավոր բաժանած փողի ձեզ 20%-ն է ընտրելու։ Անիմաստ փող մի ծախսեք, մինչև 10 տարի փոխելու են օրենքը, արդեն նախագիծը կա, փոխելու են օրենքը, մինչև 10 տարի դատվելու են, ներում, բեկում չի լինելու, որովհետև դա պետականության անկախության դեմ հանցագործություն է, ասա որ չստացվի, որ քեզ առանց հարց թողեցինք։ Բայց դա Հա որ ասում եք պարոն Սիմոնյան, որ դպրոցներ են կառուցում եւ այլն, բայց դա պարտականություն է, ոչ թե այնպես եք ասում, կարծես լավություն եք անում։ Լավություն եմ խնդրում, բա Ռոբերտը Քոչարյան, Սերժը Սարգսյան միջև մի րոպե, բայց իրանք են չէ՞ մեր հետ մրցում։ Ուզում հասկանամ, բա իրանք այդ ինչի չկառուցեցին իրանց պարտականությունը, ինչի չարեցի։ Բա թող անեին։ Հələ Քաղաքացիական պայմանագրի մասին է եւ ասում։ Լսեք, ես ասում եմ, որ մեր ես չեմ ասում լավություն։ Ես չեմ ասում, որ լավություն եմ անում։ Ես ասում եմ, որ մենք մեր պարտականությունը կատարել ենք եւ հիմա ասում ենք, որ խաղաղություն ենք բերել եւ խաղաղությունը պետքա խնամքի տակ լինի եւ ասում ենք, որ տեսեք, դպրոցների մանկապարտեզների մասը արել ենք, չենք գողացել, մեծ դղյակներ չենք կառուցել, չգիտեմ ինչ օրինակներ բերեմ, գիտեք, չկրկնվեմ։ Մենք մեր պարտականությունը արել ենք, այսինքն մենք արժանի ենք եւս մեկ անգամ քվեստ ստանալու, որպեսզի այս անգամ ամենակարևոր հարցը դա խաղաղությունն է, որպեսզի մեր երեխաները այլևս չզոհվեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը եւ չգիտեմ Միշիկը, ես մնացած մյուսները, այն մարդիկ, ովքեր որ փորձում են մեր երեխեքի մահվան թվի վրա քաղաքական դիվիդենդ հավաքեն, որ իրանք էլ գոյություն չունենան, որովհետեւ մարդը, որը որ թիվը ավելացնում, ասենք Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է 5000 եւ ավելի, հələ մի հատ իրան հարցրեք, ասեք, բա մարտի 1-ին քիչ ես ասում 10 հոգի եւ 100-ով ավելի։ Բասա, բա Պողոս Պողոսյանի աղբոր տողն էլ ավելացրու, ծեծել եք, սպանել եք, բա քիչ ես ավելացնում։ Հրապարակել եմ իմ էջում։ Մարդկանց անուն ազգանունները, լուսանկարները դրել եմ, էլի իրան հիմա կասեք էլի ոչ քաղաքական խոսույթ է օգտագործում, բայց պետք է ասեմ, հայերեն ասեմ, խողովակի տեղ է դնում, ասում է դե ասեք մենք ներողություն կխնդրենք։ Լսի, Ռոբերտ Քոչարյանը այնքան բանի համար պետք է Հայաստանի Հանրապետության, պետք է չոքելով, պրոսպեկտով ներողություն խնդրելով իջնի, օպերա մտնի, որտեղ որ մարդկանց ծեծելով տարան հասցրեցին քաղաքապետարանի մոտ, ներողություն խնդրելով պետք է ման գա։
8 տարի Դա ենք լսում, որ պետք է Ռոբերտ Քոչարյանը նստի մարտի 1-ի մասին, ինչու միջև հիմա չի Այդ նստել։ արդեն պատասխանեմ, բայց հիմա նորից կպատասխանեմ, որովհետև բոլոր այդ գործերը շատ հոյակապ ձևով կոծկվել են։ Քննիչները պարկուճները փոխարինել են այլ պարկուճներով։ Քննիչը գտնվում է հետախուզության մեջ։ Մի քանի, եթե ոչ 100-ին հասնող հատորներով գործ կա։ Ժողովուրդ, Էլ չեմ ասում, բացահայտված չի։ Լսեք, քաղաքական առումով ինքը իհարկե բնականա բացահայտված է։ Հիմա, բայց մենք չենք կարող քաղաքական որոշմամբ մարդ նետենք բանտ։ Ես մեծ ցանկություն ունեմ տենց բան անելու, բայց ես դրա իրավունքը չունեմ։ Ես մարդիկ մոտենում ասում են դրանց բերեք, տվեք մեզ, տեսեք մենք ինչ ենք անում։ Դրա համար չեն կարողանում փողոցով ման գանել։ Հիմա այդ մարդիկ պատասխան են տալու։ 100% նստելու են իրանց արածների համար։ Ապօրինի գույքով հետ ենք բերել։ Իշքան 8 միլիարդի բան ենք հետ բերել։ 8 միլիարդի ամսի 28-ին կգաք Հանրապետության հրապարակ, կտենաք, թե այդ փողերը ուր են գնացել, գնացեք մտեք հենց հիմա, գնացեք մտեք յուրաքանչյուր հիվանդանոց, տեսեք քանի 65 տարեկան անց մարդ կա, որ անվճար բուժվում է։ Դուք հասկանում եք, որ ենք եկել մենք մեր պատերազմից հետո 3 տարի, 4 տարի մենք պատերազմի մեջ ենք եղել, Մեզ Ղարաբաղը դատարկելուց ներքաշում էին պատերազմի մեջ, ասում են կողմերին կոչ են կանոն բան արեք, անչազուսպ եղեք այն դեպքում, որ մենք որևիցե ձևով ոչ մի ուժ չենք կիրառել, ընդդիմությունն է մեզ քննադատում էր, ասում էր Ղարաբաղի ժողովրդին քշում են դուք ուժ, մեզ ներքաշում էին երկրորդ պատերազմի մեջ, մենք 3-4 տարի էս 8 տարվա մեջ 4 տարի առնվազն Մենք պատերազմի մեջ ենք եղել։ Այս 2 տարին է որ մարդ չի զոհվում։ Խաղաղություն ենք բերել, Հայաստանը անկախացրել ենք, տնտեսությունն ենք զարգացնում։ Հիմա եկել են, ուզում են հետ վերցնեն, չի ստացվել։ Շնորհակալություն։ Մի վերջին Պարոն Սիմոնյան, փաստերի ստուգման հարթակին վերջերս հասանելի էին դարձել ավելի քան 70 փաստաթղթեր, որոնք արտահոսքի միջոցով իրենց տիրապետության տակ էին հայտնվել։ Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ էր դառնում, որ Հայաստանի իշխանությունների դեմ եւ ոչ միայն Հայաստանի իշխանությունների դեմ հակաքարոզչություն է իրականացվում Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի համակարգմամբ Մենք դա ընդունել ենք գիտություն, նման խոսակցություններ վաղուց կար, բայց Ռուսաստանի Դաշնության հետ եւ Ռուսաստանի իշխանության հետ մենք այսօր նման հարց քննարկելու չունենք, թող լրատվականները ազատ լրատվական դաշտ ունենք։ Դուք բոլորդ ազատ եք եւ կարողանում եք հետախուզություններ անել, հետաքննություններ անել, զբաղվեք դրանով եւ բացահայտեք Հայաստանի Հանրապետությունը ազատ երկիր է, ազատ ինտերնետով, ազատ քաղաքացիներով Զբաղվեք։ Դրա համար ԿՊ-ի պաստառը պոկած քաղաքացուն ձերբակալեցին, որը հոգեբուժարանում ինքնասպան եղավ։ Ես Ալեքսանյան Վահագը եւ Արուսյակ Ջուլհակյանը ԿՊ-ից դուրս եկան, գնացեց ձերբակալեցինք, հետո այդ մարդը բանը հերիքա մահվան վրա, դուք մահվան մուննետիկ չեք, հերիքա մահվան վրա աչոք հավաքեք։ Դա ձեզ եմ ասում, ու ասում են մոնոցած բոլոր մարդկանց, ովքեր մահվան վրա փորձում են աչոք հավաքել։ Ամոթա։ Չէ, դու հարց չես տալիս, դու քո հարցի ձև ես լեզվից հասկանում եմ, ես խոսքից հասկանում եմ, դու հարցի ձևակերպման մեջ ինձ անուղակի ձևով մեղադրում ես եւ դա ակնհայտ է։ Ես քեզ խնդրում եմ, երիտասարդ աղջիկ ես, լավ լրագրող ես։ Մի արա, մի մտի այն ինչ որ դու լսում ես, մի սարքի քոնը։ Բազմաթիվ մարդիկ ձերբակալվում են, ցավոք սրտի, բազմաթիվ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կան եւ կապել դա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հետ կարծում եմ տեղին չի։ Թե ինչու այդպես արագ ձերբակալվեց։ Ես չգիտեմ հիմա արագ դանդաղ ձերբակալվեր։ Տարածում են տեսանյութեր, որ ընդդիմության պաստառները պոկում են եւ որևէ իրավական process չի հաջողվում։ Ումա հետաքրքիր իրանց պաստառները։ Դուք նկատել եք, որ իրանք քարոզարշավ չեն անում։ Հարգելի ես, եկեք ծուռը նստենք դուզը խոսանք։ Իրանք քարոզարշավ անում են։ Իրանք գալաչկի համար են քարոզարշավանում, դնենք մի կողմին վերաբերմունքը, այն բանը, որ ես այդ մարդկանց վատ են վերաբերում, ժողովուրդը, իրանք քարոզարշավանում են, դու 21 թվականի Ռոբերտ Քոչարյանի պաստառների քանակը, խնդրում եմ, հետաքննող լրագրողներ, խնդրում եմ, կարա ֆակտորը այդ բանը անիկ ազատության հետ, նայ քանի հատ պաստառ ունեն, իրանք քարոզարշավ չեն անում, իրանք թարգել են այդ խոսակցությունը, իրանք հույսը ուրիշ բաների վրա է,
ուրիշ բաների հետ կապված էլ մենք իրաց պատասխանը տալու ենք։ Շնորհակալություն։